Բարև ձեզ, հարգելի խցակիցներ, ես վերադարձել եմ Բերլինից ու միանգամից վերադառնալով մասնակցեցի մեր կազմակերպած կամերային հավաքին, մի քանի բառով կուզենամ ձեր հետ կիսվեմ այդ հավաքի մասին տպավորությունները եւ հայտնեմ, որ կա պայմանավորվածություն, որ հաջորդ նման տիպի հավաքը տեղի կունենա մարտի 19-ին, այսինքն մյուս չորեքշաբթի օրը, անպայման նախապես ամրագրեք հավաքին ձեր մասնակցությունը, որովհետև տեղավորվելու խնդիր գոյություն ունի, ոչ բոլորին է հաջողվում տեղավորել, սահմանափակա տեղը։ Երեկվա հավաքը վերնագրված էր, խորագիր էր գրում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ռացիոնալ միջոցները, հրաժարական, իմպիչմենտ եւ ընտրություններ։ Երկար բարակ ձեզ չեմ պատմի մանրամասն, որտեղ հավաքը տևեց մինչև գիշերը 12-ից էր արդեն դեռ շարունակվում էր, մարդիկ շատ ովքեր եկել էին ներկային ասելիք ունեին, նախ ասեմ ովքեր էին եկել։ Եկել էին մարդիկ հիմնականում, ովքեր մասնակցել են ընդդիմության կազմակերպած բոլոր բողոքի ցույցերին, միջոցառումներին, ցանկացած բողոքի գործողության իրանք ակտիվ մասնակիցներ են եղել, առանց նայելու թե դա կոնկրետ ով է կազմակերպում, որ քաղաքական ուժն է կամ իրանք այդ քաղաքական ուժի հետ համաձայնություն ունեն, թե անհամաձայնություն, իրանք միշտ մասնակցել են այդ ընդդիմադիր հավաքներին եւ բոլորի մոտ կա այտենց անզորության մի հատ զգացում, անարդյունավետ պայքարի դառնություն ու անհամաձայնություն պայքարի մեթոդաբանության հետ կապված, անհամաձայնություն միգուցե առաջնորդների պահվածքի հետ կապված, պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված կան շատ առաջարկներ այդ մարդկանց մոտ։ Նրանք մարդիկ են, ովքեր նաև ես էլ ինձ չեմ առանձնացնում այդ մարդկանցից, ովքեր պատրաստ են նաև հիմա այս պահին ցանկացած գործողության, որը միտված կլինի իշխանափոխությանը։ Այդ մարդկանցով մենք հավաքվեցինք ու փորձեցինք հասկանանք, որ մեթոդը ավելի արդյունավետ կլինի։ Ըստ էության ես իմ կարծիքը ասեցի, շոյով նաև այլ կարծիքներ հնչեցին, իմ հետ իդեպ ասեմ անհամաձայն կարծիքներ շատ եղան ու շատ հետաքրքիր։ Ես առաջարկեցի, քանի որ հրաժարականը չի ստացվում, չի լինում, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում երբեք հրաժարական տալ, ինքնակամ ընտրությունները ընտրական ամբողջ ցիկլը գտնվում է Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ, սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև ընտրությունների արդյունքները բողոքարկող սահմանադրական դատարան, այսինքն եթե մենք նույնիսկ մասնակցենք ընտրություններին, սպասենք, մասնակցենք եւ այլն, ու մեզ ընտրացեն կեղծիքներ լինեն իշխանության օգտին, այդ կեղծիքների մասը քննելու է օրինակ Սեդա Սաֆարյանը, ՍԴ-ում։ Հետևաբար ամբողջ ցիկլը ընտրական գտնվում է իշխանության վերահսկողության տակ եւ այդ առումով ակնկալել, որ ինչ-որ բան կփոխվի իմ կարծիքով, սա իմ շատ սուբյեկտիվ կարծիքն է, արդյունավետ չի եւ հատկապես արդյունավետ չի, որովհետեւ ընտրությունները 2026 թվականի ամռանն են մոտավորապես, իսկ հիմա 2025 թվականի նոր գարունն է, այսինքն մոտ տարի 4 ամիս դեռ կա հերթական ընտրություններին։ Հետևաբար իմ կարծիքով ամենաարդյունավետ մեթոդը իմ առաջարկած, որը քննարկեցինք, միգուցե էլի քննարկենք, դա իմպիչմենտի տարբերակն է։ Մենք այստեղ փորձեցինք նաև հակազենք ինքներս մեզ, այսինքն մենք բան անենք, քննադատենք
մեր մոտեցումը, որպեսզի հասկանանք այդ դրա թույլ կողմերը նաև, թե ինչ են ասում impeachment-ին դեմ արտահայտվող որոշ ընդդիմադիրներ, հա։ Հիմա շատ բաներ չեմ ուզենա ասենց այս պայդրությամբ ասեմ, որովհետև ընդհանուր առմամբ հավաքված կուտակված ասելիք կա, պայմանավորվածություն կա, որ հաջորդ չորեքշաբթի հավաքվենք, ավելի տեխնիկական քննարկում անենք, փորձենք պատկերացնել քայլ առ քայլ impeachment-ի գործընթացի բոլոր հնարավոր խութերը եւ քայլերի հերթականությունը, ավելի տեխնիկական քննարկում պետքա կանենք, կազմակերպենք։ Այնպես որ մարդիկ, ովքեր որ անկեղծ ասած խնդիր չկա, եթե կուզեն այս երկրորդ հանդիպումից միանան, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու նախասիրություններից բացարձակ որևէ սահմանափակում գոյություն չունի, բացի ՀՊԱ-ականներից, մնացած բոլոր ուղղությունների ներկայացուցիչները կարող են հանգիստ նախապես կրկնում եմ ամրագրելով մասնակցել քննարկմանը, իրենց տեսակետը ասել, ավելին ասեմ, դա շատ ողջունելի կլինի, որովհետև մենք մի հատ տարբեր կարծիքներ լսելով կփորձենք գտնել ոսկե միջինը։ Ու այդ ընթացքում նաև մի հատ բաներ կա, դրան էլ եմ ուզում անդրադառնամ, այդ ընթացքում, երբ որ մենք այդտեղ քննարկում էինք անում, ես իմացա, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը TV5-ի եթեր է ուղարկել իմ նախկին ուսանող Կոչուբաևին, շատ հետաքրքիր եթեր էր, անկեղծ ասած, լավն էր, էլի, դից շատ զվարճալի բաներ կար, բայց ամենախնդալուն մի հատ բան կար, երբ որ չեմ խոսում այնտեղ թվեր, թարշի տակ սխալ բաներ եւ այլն, դեռ մի հատ բան կար, որտեղ իմ նախկին ուսանողը փորձում է բանանի բոլորին համոզի, որ Սերժ Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ չէր կարողացել մի հատ դիպլոմ դասավորել Նիկոլ Փաշինյանի համար, այդպես չէր կարողացել, եւ քանի որ դիպլոմ չէր կարողացել դասավորել, որպեսզի Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնի, այդպես սահմանադրական հանրակրվեր արել, էլի, ասենք դիպլոմ չէր կարողացել դասավորել, ստիպված սահմանադրական հանրակրվեր արել, այդպես լիքը մարդիկ, այդպես ընտրություն գնացել քվեարկել բանը, որտեղ դիպլոմ չկարողացան կնատ կպցնենք Նիկոլ Փաշինյանի համար, բայց պետք է ինքը վարչապետ լինի, ինչ անենք, ինչ չանենք, եկեք մի հատ սահմանադրական հանրակրվե անենք, սաղ ազգովի, որ բանը լինի, էլի։ Ցավում եմ, որ Քոչարյանականների գործիքակազմում դեռ գերակշռում է, գերիշխում է սուտը, կեղծիքը, շատ իրականում ցավալի պահ է, հիմնականում զվարճալի մոտիվային սուտը, շատ խնդալու է։ Եվ շատ կարևոր հարց բարձրացրեց իմ նախկին ուսանողը, բարձրացրեց հետևյալ հարցը, ասեց, որ Արտուր Դավթյանը, դատախազ Արտուր Դավթյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին ցույցերի ժամանակ, երբ որ ձերբակալել էին, հետո ազատ են արձակել քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Ճիշտ է ասում Կոչուբաևը, շատ ճիշտ է ասում։ Ես համաձայն եմ դրա հետ։ Եվ անպայման կոչ եմ անում բոլորին, թե Քոչարյանականներին, թե հանրապետականներին, թե բոլորին, բոլոր քաղաքական ակտորներին անպայման ճշտել եւ բարձել, թե ով եւ ինչ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, ինչ քաղաքական ակնկալիքներով ԶՊՎ-ից ազատ արձակեց Նիկոլ Փաշինյանին եւ դարձրեց ըստ էության վարչապետ։ Իհարկե այդ ամեն ինչը մեր աչքի առաջ է տեղի ունեցել, մի քիչ խնդալու է այդ ամեն ինչը YouTube-ներում, բան սաղ տեղերում կա, բայց կապ չունի։ Եթե մարդը այդ հարցը տալիս է, ենթադրում եմ, որ կան ինչ-որ մարդիկ, որ այդ մասին տեղյակ չեն կամ մոռացել են կամ չգիտեն։ Հետևաբար ողջունում եմ երկրորդ նախագահի կողմից բարձրացված հարցի լեգիտիմությունը իրական է, ճիշտ է, լեգիտիմ է, ես լրիվ այդ առումով աջակցում եմ երկրորդ նախագահին,
եթե ինքը այդ հարցը բարձրացնում է Կոչուբաևի շուրթերով, անպայման այդ հարցին պատասխան պետք է տանք, պետք է այդ օրվա քաղաքական պատասխանատուները այդ հարցին պատասխանեն։ Ով եւ ինչ քաղաքական պայմանավորվածության արդյունքում ԶՊՎ-ից ազատ արձակեց Նիկոլ Փաշինյանին։ Այդ հարցը ենթադրում եմ այս պայմանությամբ կարևոր հարց է, թե այտենց բոլորին հետաքրում է, ինձ էլ է հետաքրում։ Ես YouTube ունեմ, տեսել եմ, բայց կուզենամ դա քաղաքական ուժերի գործիչների այդ օրվա քաղաքական պատասխանատուների շուրթերից լսեմ անպայման։ Փաբում քննարկումների ժամանակ ասեմ ձեզ արգելված է նույնիսկ եթե ինչ որ քննարկում ա գնում որևիցե մեկի անունը տալ, որովհետև անուն տալուց հետո այդ քննարկումը արագ վերածվում է այլ գողփիսո, այլ քաչալշուն, տենց ինչ որ մի հատ բազարի եւ դուրս է գալիս կառուցողական հունից։ Հետևաբար փաբում քննարկվում են կոնկրետ այդ ասում եմ այն մարդկանց համար, ովքեր մասնակցության հայտ կցանկանան ներկայացնեն, դա պայմաններից է տեղակ է եղել էլի նախապես։ Փաբում մենք քննարկում ենք քննարկման օրերին բացառապես այն խորագրով, որ նախապես նշված է լինում։ Անցած քննարկման խորագիրն էր Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենառացիոնալ մեթոդը հրաժարական impeachment ընտրություններ։ Մենք քննարկել ենք այդ կտորը։ Ես անկեղծ չգիտեմ ովքեր են եկել, ինչ քաղաքական նախասիրություններ են մարդիկ, միգուցե մեկը դաշնակցությանն է հավանում, մեկը հանրապետականին, մեկը Քոչարյանին, ես տեղյակ չեմ, չգիտեմ, անկեղծ եմ ասում, ու ինձ չէ հետաքրքրում։ Իրանց էլ ենթադրում եմ չհետաքրքրում իմ քաղաքական նախասիրությունները, մենք քննարկել ենք զուտ տեխնիկական կարելի ասել հատվածը եւ քննարկել ենք այն մարդկանցով, այն համոզմունքով, որ մենք ուզում ենք, որ մեր երկրում տեղի ունենա իշխանափոխություն, այլ ոչ թե մենք ուզում ենք, որ անպայման X կամ Y մարդը դառնա իշխանություն։ Այս պայդրությամբ այսքանը ես վերադարձել եմ, իմ ակտիվությունը Երևանում ավելի շատ, ավելի ինտենսիվ կլինի, ձեզ բոլորիդ կարոտել էի, այնպես որ ավելի հաճախ կհանդիպենք տարբեր առաջացող հարցերի շուրջ։ Լավ մնացեք։